Ողջույն ժողովուրդ ջան, ես սիրով ողջում եմ բոլորիդ, շատ այլ թեմաների չեմ անդրադառնալու, դրանք կթողնենք ազատ շփում հաղորդման շրջանակների համար, բայց նրանք այն թեմաները, որոնք որ դուրս են մնում, եւ թեպետեւ իրենց կարեւորությամբ չեն զիջում նրան ինչից որ հիմա կխոսենք, միևնույն է դրանք կբերենք արդեն YouTube եւ Facebook Այսօր մի շատ կարևոր թեմայից եմ խոսելու, ընդամենը մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերները հավաքվեն ու ես պիտի օրինակի վրա ձեզ ցույց տամ, թե խոսքը ինչի մասին է, եւ ձեզ ասում ենք, որ բանա շատ կարող են թշնամուի երկրի ներկայացուցիչներ լինել տիրույթում, բարի երեկո Շատ կարող են թշնամի երկրի ներկայացուցիչներն են, որոնց մասին դուք չիմանաք, հայերեն գրողներ եւ այլն, ու սկսում եք բացվել մարդկանց մոտ, ձեր հույզերը, հատուկ այդ մարդկանց համար ես այս եթերը նվիրում եմ ձեզ, նրանց, ովքեր որ չեն հասկանում, ինչ է նշանակում, որ ամեն fake egg-ջիտակ գրառումներ անել ու ներ հայաստանյան քաղաքական ձեր պատկերացումները կիսվելը աշխարհի ամենասխալ բանն է ու դրանով դուք ապրիորի կերպով օգնում եք թշնամուն վերջ սա է արդեն էլ սա հենց այն կողմ չեմ կարող ասել ուրեմն նայեք ժողովուրդ ջան շնորհակալություն եթե կիսվեք ողջույն Խաչո ջան ողջույն բոլորիդ ժողովուրդ ջան ողջույն բոլորիդ այս շատ կարևոր եթեր է Երևի թե իր տեսակով մի փոքր եզակի, ճիշտ է, նմանատիպ թեմաներից շատ խոսել ենք, բայց սա ինչ որտեղ եզակի է, որովհետև օրինակի վրա արդեն պիտի ցույց տամ, չնայած 20 թվականից փորձում եմ բառերով նկարագրել ու ասել, բայց արդեն ստեղս է հասել։ Նայեք ինչի մասին է խոսքը, ձեր ցավը տանեմ։ Ուրեմն, մեր հայաստանյան քաղաքական process-ների մեջ խնդրում եմ, ստեղ ոչ ոք չասի, ով ում ասատարում ինչ անում, վապշե ինչ չի հուզում դա ամենահազարյորդ հարցն է, հասկանում եք, ով ում ուզում է տո սատարի, ես այդտեղ խնդիր չունեմ, մեր քաղաքական վիճակը կարա լինի, մարդը սենց է պատկասում կամ նենց, սրան չեմ անդրադառնում, ավելի կարևոր թեմայի մասին է խոսքը, նայեք, մեր հայաստանյան տիրույթ սոցցանցերի հազարավոր ադրբեջանցիներ են ներմուծված Սա ես 20 թվականից ձեզ ասում եմ, ընդհուպ միջև անձնական օրինակից վրա ցույց եմ տվել 5000 բան, ֆեյքեր, ուղիղ մի օրվա մեջ մտել են, գրանցվել են օրինակ իմ կայքին, Facebook-յան էջին, ընտրություններից հետո 21 թվականի 5000-ով դուրս եմ եկել, հասկանում եք, կլոր 5000 թվի մասնա խոսքը, հիմա որպեսզի հասկանաք խոսքը ինչի մասին է առհասարակ, նայեք, ես հիմա Այստեղ բացել եմ այսպիսի մի հատ հերթական անձնավորություններից մեկը, ահա, այսպիսի մի հատ էջ է, Ալեքս Յոսիֆ Վեստ, որ նայեք չեք հասկանա ինչ է, ընդ որում, ինքը, երբ որ մտնում ես իր էջը, հայերեն շատ գրառումներ ունի, ու շատ մաքուր հայերենով, հեսա ցույց տամ ձեզ, շատ մաքուր, գրական հայերենով խնդրեմ, ահա, սա հայերեն է, հայերեն է, սա հայերեն է, հայերեն է, սա հայերեն է, հայերեն է, հայերեն է, իհարկե հայերեն է, ու այսպես շարունակ, ինչի համար սա ցույց տվեցի, սա օրինակի վրա եմ բերում, եզակի երևույթ չի, այս էջը ադրբեջանցի է նստած, այս էջի տակ նստած է ադրբեջանցի, ընդ որում շատ դեպքերում, այս անուն ազգանունը կարա լինի հայի անուն ազգանուն, հասկանում եք, բայց անձնական նկարները տարբեր, հայ մարդու անձնական նկարներ կարող են լինել եւ այլն, հիմա, այս ինչի համար որոշեցի ես եթեր անեմ, ինչու արդեն ստեղս հասավ, տեսեք, երբ որ օրինակ, մարդիկ կամ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, հազարավոր սենց fake էջեր մտնում և փնովում են Նիկոլ Փաշինյանին ու դուք կատաղած մտնում սկսում եք պաշտպանել կամ կան հազարավոր էջեր ովքեր պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին
Արհեստականորեն։ Եվ այն մարդիկ, ովքեր որ սա ընդդիմադիր են, մտնում եւ այնտեղ հայհոյում, կիսվում, մի խոսքով սրտներն են կիսում հակառակ պատկերացումով։ Իրականում երկու դեպքում էլ ադրբեջանցիներ են նստած։ Ու այս ադրբեջանցիները դրա միջոցով կառավարում են մեր հույզերը եւ կարողանում են մեր հույզերի կառավարման միջոցով ազդել մեր հայաստանյան քաղաքացիական ընդհանուր հարցերի վրա։ Ես ավելի կոնկրետ օրինակ կբերեմ, որպեսզի դուք հասկանաք ավելի մանրակրկիտ ժողովուրդ ջան, որտեղ էլ չեմ կարող 5 տարի բանավոր բացատրում եմ, չի ստացվում։ Նայեք, մենք երբ որ 94 թվականին հրադադարը կնքվեց Արցախում ու հաղթական դիրքերում էինք մենք, իհարկե այն ժամանակ Facebook-ներ, համացանցեր գոյություն չունեին, բայց միևնույն է տեղեկատվական մասը միշտ եղել է, միշտ ամենահին բաներից մեկն է։ Մենք կարող էինք ազդել, որպեսզի Ադրբեջանում, քանի որ պարտվել էին ու քաղաքացիները ունեին բարոյահոգեբանական շատ ծանր վիճակ, մենք կարող էինք ազդել Ադրբեջանում ներքաղաքական process-ների վրա, որպեսզի այնտեղ մի բան տիրեր, քաոս տիրեր, թալիշները ոտքի կանգնեին, լեզգինները ոտքի կանգնեին, ավարները ոտքի կանգնեին, խոսքով Ադրբեջանը այնքան էլ մոնոէթնիկ երկիր չի, ընդ որում այդ ժամանակ Ազիկը դեռ չէր ասում, որ ինքը ազերի է, ինքը չգիտեր ինքը ինչ է, դեռ Հեյդար Ալիևը հետո պիտի բացատրեր ինքը ինչ է եւ այլն։ Բայց մենք դա չարեցինք։ Երևի Մոսկվան արկելեց, որովհետեւ այստեղ Լևոն Տեր-Պետրոսյան անուն ազգանունով KGB-շնիկ ղեկավար ունենք, KGB-ի բան, օֆիցեր։ Իհարկե հետո արդեն Քոչարյանը պիտի չաներ, հետո Սերժը պիտի չաներ, մինչև 20 թվականի պատերազմով արդեն վերցնեն Արցախը։ Նայեք, մենք չենք արել սա, բայց մենք հեշտությամբ տրվում ենք այսօրվա ժամանակակից բաներին, տեխնիկային, ու ասած միանգամից իբր տենց կարևոր մի հատ աշխատանք ենք անում, եթե ասենք չգրենք առանց հասկանալու, առանց մարդու էջը մի հատ չմտնել, չուսումնասիրելու, արագ ինչ-որ բան չգրենք, հանկարծ աշխարհը փուլ կգա։ Այդ նմանատիպ մարդկանց եմ ասում, դուք օգտակար ապուշներ եք եւ կատարում եք օգտակար ապուշների դեր։ Կներեք, ես սա ձեզ վիրավորելու համար չեմ ասում, դա այդ գործառույթն է այդպես կոչվում, հասկանում եք, որովհետեւ նման գործունեություն ծավալող ներկայացուցիչները հույսները դնում են նաև օգտակար ապուշների վրա, ովքեր որ այնքան էլ ուշադիր չեն լինի, ովքեր որ այնքան էլ շատ բան չեն հասկանում ու այդ հույզերի վրա կսկսեն աշխատել։ Հիմա տեսեք ինչ եմ ցույց տալիս։ Նայեք։ Հստակ օրինակի վրա։ Սա տվյալ անձնավորության մի հրապարակում է, գրված է Հայաստանը միասնական ինքնիշխան պետություն է, բոլորից սրտով է, չէ։ Հայաստանում երկրորդ իշխանություն ունենալ անթույլատրելի է։ Շախրամանյանն իրավունք չունի առանձին բանակցություններ վարել ֆրանսիացի падգամավորների հետ եւ գաղտնի քննարկել նրա հետ որևէ հարց։ Ըստ ամենայնի Ֆրանսիայի կառավարությունը Հայաստանի ներսում սկսել է ստեղծել երկրորդ իշխանություն։ Եվ այստեղ մի անձնավորություն է ըստ երևույթին ֆրանսիացի Էնոս Շահրամանյանը։ Հիմա, այս գրառումով ինչ է ուզում անի, հայերեն է գրել, ձեզ մոտ հարց պիտի առաջանա, չէ, ադրբեջանցին խի է հայերեն գրել, ինքը մայրենի լեզու չունի, ինքը թշնամու լեզվով խոսելուց կայֆ է ստանում, ոչ իհարկե, դա ունի նպատակ, աննպատակ չի։ Այսինքն, ադրբեջանցիները գիժ են կպնում, երբ որ մենք ֆրանսիացիների հետ ավելի բաց շփման մեջ ենք մտնում։ Հիմա նա փորձում է, նրան հանձնարարություն է տված ու նրա նման շատ էջերի հանձնարարություն է տված, որպեսզի հայկական իրականության մեջ ազդել ֆրանսիացիների դեմ տրամադրություններ, այսինքն այնքան էլ բան չլինենք, էլի, մեծ հույսերով ու ասես դրական էմոցիաներով չգնանք այդ ուղղությամբ։ Եվ բնականաբար ուսումնասիրելով մեր բոլորիս գրառումները, մեր խոսույթը, մեր տիրույթը առհասարակ համացանցը ուսումնասիրելով, նրանք հասկացել են, որ այստեղ կան խնդիրներ որոշակի։ Այդ խնդիրները ուսումնասիրել են, այդ նույն հայաստանցի Ղարաբաղցին շատ լավ ուսումնասիրել են, իրաց խնդիրը հենց բոլորին իրար են կրվեցնելն է, մի խոսքով, ու բերել են Շահրամանյանին առաջին պլան։ Շատ լավ իմանալով, որ Շահրամանյանը հայաստանյան իրականության մեջ այնքան էլ միանշանակ մեղմասած չի ընդունվում։ Գումարած դրան դե բնական է, նրանք դիտում են նաև ազգային ժողովի մեր նիստերը, դիտում են նաև մեր ընդդիմադիրների ապուշ հարցադրումները, որ բացի բաց տվեցվում է եւ այլն։ Հիմա եկեք մեկնաբանությունների դաշտը դիտենք։ Այստեղ մեկնաբանությունները չի բացում։
Մի րոպե, ահա, բացեց։ Նայեք, ադրբեջանցու գրառման տակ, նայեք, բոլորը հայեր են, Մուրադյան, Մարգարյան, Գրիգորյան, Մարտիրոսյան, Քնարիկ Բաղդասարյան, Լարիսա Գևորգյան եւ այլն, եւ այսպես շարունակ։ Հարցը ինչի թե ովքեր են գրառում անողները, եկեք գրառումների միտքը ըմբռնենք։ Մեկը գրել է. «Բա ուր է մեր ինքնիշխան պետության կառավարությունը»։ Նայեք, ադրբեջանցու հայերենով գրած թեմայի տակ մտել ես դու ադրբեջանցու մոտ քո իշխանությանն ու քո պետության վրով սարկազմով արտահայտություն ես անում։ Սա անասունություն է, հասկանում եք, որովհետև, մեկը բան է գրել, դու հիստերիկացել ես ու առանց նայելու այդ մեկը ով է, մտել ես ու մեր իրականության մասին, մեր իրար հանդեպ ունեցած տրամադրությունների մասին կոնկրետ ցուցմունք ես տվել ազգի սայթում։ Սա դա է նշանակում, հասկանում եք։ Նայեք, կամ մյուսը սուտ է, հերթական հարձակումն է Ֆրանսիայի վրա, թրքական ու թրքական ագենտուրայի հարձակումը, ամոթ անողին։ Չէ, լավ բան է գրում, բայց միևնույն է դա է գրում։ Ու այստեղ ամենաուժեղը գիտեք որն է, որ մեջներից որոշեցի, որ մի քիչ խելքը գլխին մարդը սա կլինի, մտել ասում եմ, չեք տեսնում, որ ազգ է։ Տեսա, խնդրեմ, ես ասեմ գրառումը, գրել եմ չեք տեսնում, որ ազգ է։ Ասում մի հատ էջը ուսումնասիրեք ու ամեն հայերեն գրողի մոտ մի շատ բացվեք։ Գրելա սրա նյութը տարածող իշխանության մոլի, ես ինչեր է գրել, երկարացնում է։ Ասում եմ լսի հարգելիս, չես զգում ոստեղ հարմար տեղ չի երկար խոսալու, ես քեզ բան եմ ախր զգուշացնում, դու փոխանակ դուրս գա շատ արագ, դու դրա խուրդվում ես։ Մյուս գրառումը Գեղի մեջ ցեղ են դրել։ Այսինքն սրանով դու ադրբեջանցուն ասում ես, որ դու ստեղ Ղարաբաղցիների մասով կոնկրետ Շահրամանյանին ես էլ չեմ կարող հարգեմ։ Ու ոչ մի բանական էակ չի կարող հարգի։ Հարցը դա չի։ Հարցն է, որ դա չպիտի մեր կուխնյայից դուրս գա սենց առատությամբ։ Մյուսը, ինչպես եւ ով կարող է հարգել։ Լավ մի երկ չկա, սրանք պատուհաս են Հայաստանի գլխին։ Մյուսը ֆրանսերեն լեզվով գրվածի թարգմանությունը շատ ու մյուսն էլ դրել է ֆրանսերենի թարգմանությունը մանրամասն հայերով քննարկում են սկսել ադրբեջանցու էջում բայց սա դեռ մի կողմ ուրեմն այստեղ չգիտեմ ճանաչում եք թե չէ Վազիմ Հարությունովին ես իրան երբեմն այն ժամանակները հաճախ էի դիտում անձամբ էլ ճանաչում եմ Բայց հետո իր քաղաքական հայացքները ինձ հետ կապ չունեն, դες մի խոսքով հիմա չեմ շատ դիտում, անցիտապոր հաղորդումն է, բայց խորհուրդ տալիս եմ ձեզ դիտեք, որովհետև հետաքրքիր կոնտենտ ունի։ Ուրեմն նայեք, Վազիմ Հարությունովից իրանք շահապես բան են անում, էլի ասենք, ճիշտ է, Վազիմ Հարությունովը մի քիչ ռուսամետ իրավիճակներում, ու այնտեղ Ռուսաստանի կոնկրետ Ռոստովում հայկական համայնքի հետ սերտ հարաբերությունների մեջ էր, բանում հերոստատեսությունների հետ ընդեղի մի խոսքով էլի նես չի որ բանա, բայց ամեն դեպքում ինքը ներկայացնում է ադրբեջանցիների ով չլինելը, դրանով ինձ հարազատ է արդեն թեման, ընդհանուր առմամբ քաղաքական մասով չեմ կիսում իր պատկերացումները, տեսեք, դրել է Վազիմ Հարությունովի նկարը, դե ադրբեջանցիք վարված են Վազիմ Հարությունովից, ասեմ, անկեղծ լինելու համար, ու գրառում է արել հայերենով, այս արարածյանը Վազիմ Հարությունով է, հայերեն, նայեք, ջերմեռանդ հայրենասերը երկու ժողովուրդների թշնամության գլխավոր հրողներից է, ծնվել է Բաքվում, նա մեծացել է ադրբեջանցիների մեջ, նա վաղ տիրապետում է ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներին, նա հայերեն է սովորել և ստիպված եղել շփվել հայրենակից, մի խոսքով այսենց գրում է, չնայած Վազիմը ասեմ, որ հայերեն չի փորձում չխոսել, ու եթե մտնենք մեկնաբանությունների դաշտը, դարձյալ տեսնելու ենք հայերին։ Իմիջիալից, այսօրվա դրությամբ, չգիտեմ դա լավ է թե վատ, բայց շատերը են մի հատ Քյամրան ռազմավար կա, շատերը դրան արդեն սկսել են ճանաչել, երևի TikTok-ներից։ Ես նրան վաղուց էի, դեռ պատերազմից առաջվանից, պատերազմից մի 2-3 տարի առաջվանից, ես նրան արդեն ֆիքսել էի ու նրա լսարանի մոտ փորձում էի այնպիսի գրառումներ անել, ոչ թե ուղիղ հետը բանավեճի մեջ մտնել, այլ այնպիսի գրառումներ անել, որ միշտ
կոտրեմ այդ ալիքը, որովհետև անիմաստ է մտնել ուղի հակադարձել, բոլորով հարցակվել են, ընդ որում ռուսերեն, ես ռուսերենը շատ դանդաղ եմ գրում, դանդաղ եմ մտածում ռուսերեն, ես ռուսերենից լավ չեմ։ Մի խոսքով ինչքան կարողանում եմ, այդքան եմ փորձում։ Մարդիկ կային, հայեր կային, որ նստած լայքում էին հերիք չէր, դեռ կիսվում էին նրա բաներով, եթերներով, ու երբ որ բացատրում էի այդ ժամանակ, ասում են ինչ ես խոսում։ Ընդ որում ռազմավար անվանը խաբվել է։ Մի շրջան 20-21 թվականներին սա շատ ակտիվ էր ու իր սատելիտների հետ հանդերձ, ես այնտեղ հաճախ տեսնում էի Քվեաթերթիկ համար 24-ի, եթե մոռացել եք ասեմ 21 թվականին Ռոբերտ Քոչարյանի Հայաստան Դաշնքի թիվներ 24-ը, ներկայացուցիչների լայքերը այնտեղ։ Այն որ հատ բաներն էլ ունեմ, սկրինշոթերն էլ այդ ժամանակվանից պահած ունեմ, որ ինչ-որ մի պահ հանեմ, ընդ որում նրանց մեծ մասը ցավալիորեն ապրում էր սահմանամերձ տարածքներում, Վարդանիսում, Բերդում եւ այլն եւ այսպեսի մարդիկ այն ուսուցիչ էին աշխատում, չգիտես ինչ արած, մի լավ, ոնց կարելի է։ Ժողովուրդ ջան, ինչի համար ես եթերը արեցի, եկեք, որպեսի միտքը ըմբռնենք, ես ուրիշ բանից այսօր չեմ խոսելու։ Տեսեք, երբ որ ինչ-որ մեկը հրապարակում արել ու դուք չեք ճանաչում դեռևս, թեկուզ եւ սխալմամբ հայտնվել է ձեր ֆրենդների ցուցակում, հա։ Եթե չեք ցանկանում, չեք բանանում, ճանաչում, մատ ուսումնասիրեք նրա էջը, փորձեք հասկանալ ինքը ինչ ուղղվածության է գնում, ինքը ով կարա լինի, ինչ կարա, հատկապես առավել ակտիվ ու քաղաքական գրառումներ անողներին, հատկապես այն նուրբ թելերին կպնողներին, որոնք այս նուրբ թելերը արցախահայության թեմաներն են, ներհայաստանյան քաղաքական շատ թեմաներ են, եկեղեցուն վերաբերվող թեմաներն են, մի խոսքով, այն նուրբ թեմաների մասով, եթե տեսնում եք մեկը ակտիվորեն գրառումներ անում, ու ուզում եք դուք հասկանաք ով է, մի հատ մտեք խորքային ուսումնասիրեք էջը։ Ես ժամանակ է եղել հայերեն անուն ազգանուններով, հայ մարդու նկարներով, ընդ որում շատ կենցաղային նկարներ։ Նես գրառումներ էր անում, վերջը իրան բռնցրել եմ։ Անես մի հատ իրավիճակում զանգարեցի, որ անկախ իրանից պիտի վերցներ։ Վերցրելու անջատելա։ Այդ հասկացելա, որ կուտը կերելա, բայց վերցնել անջատելուց ես տեսա նախ նկարի մարդը չէր ու ադրբեջանցի էր, իսկ ադրբեջանցիներին շատ հեշտ է զանազանել, հասկանում եք, բայց մեր հայերը տակը տնավարիկ գրում էին, դավաճան իշխանությունները, որ տվեցին էսի, բայց զենքը, բայնի, ամեն ինչի մասին գրում են, այ երբ որ ես ասում եմ մեր թշնամին մեր ատամները հաշվել է, որ մենք շատ կանխատեսելի ենք, մենք մեդիա գրագիտություն չունենք, զուրկ ենք այդ ամեն ինչից, ցավալին դեռ դա չի, ցավալին էնա, որ տենց էլ չենք ուզում սովորել ու հասկանալ, ես իմ ես եթերը կանեմ, հետո էլ ինձ կզանգեն մարդիկ, էլի կասեն, բա գիտեք, սենց մի հատ կայքեր, սենց մի հատ գրառում, սենց մի հատ խոսք, եթեր, այ մարդ ասում, բլոկեք, ինչը չեք հասկանում, բլոկեք, ուրեմն դա աշխատում է մեկ այլ շահի մասին, որը ձեզ չի վերաբերվում, հաստատ ձեզ չի վերաբերվում։ Հիմի, այստեղ որ ուսումնասիրում ենք այս բանի ազիկի էջը, տեսեք, բան, Ուկրաինայի թեմաներով, բան, մարդը, Փաշինյանը Ղարաբաղյան շարժում անվանել է սպառնալիք Հայաստանի պետականությանը, Ղարաբաղ ավազակներ, հանգիստ թողեք տարածաշրջանը, կամ հանգիստ ապրեք Հայաստանում, կամ հեռացեք Հայաստանից, որտեղ ուզում եք։ Նայեք, նես բանա գրե, որ սրա տակ ես չեմ կարող առնվազն չտեսնել գրառումներ, որոնք որ կարող են այլ տեղ տանենք։ Շատ ճիշտ է, դուխով վարչապետս, բան, ճիշտ է ասում, ճիշտ որոշում է մեր բան, ճիշտ է ասում, դուզա ասում։ Սենց բաներ, վերջապես ձերքդ խփի սեղանին հերիք եղավ, արա ցավները տանեմ, որտեղ եք մտել ինչ խոսում։ Սա վերցնելու են ընդդիմադիր կոչվածները, ասել են հեսա, Փաշինյանին սատարողները ադրբեջանցիների հետ են աշխատում։ Հենց սա։ Սա բավական է իրանց։ Մենակ դրա համար, որ դուք չեք ցանկացել տեսնեք սա ինչ է։ Այսինքն կամ հանգիստ ապրեք Հայաստանում, կամ հեռացեք Հայաստանից որտեղ ուզում եք։ Հասկանում եք, չէ՞։ Մեկ ինչ է, որտեղ է խփում։ Հայերենով, բայց ինքը ադրբեջանցի է։ Ինքը ադրբեջանցի է, հեսա ավելի, ստեղ ավելի ուժեղ բան է գրել, դարձյալ հայերենով, խնդրեմ։ Նայեք,
էլի եմ ասում, սա ադրբեջանցի է, հեսա իրա այն մյուս փառաբանող էջերին կհասնենք։ Սա Իսրայելի բանում, հա, չէ, կներեք, դա չի։ Այստեղ այսօրվա գցած բան կա, հեսա Իսրայելում որ դու դրել էին այս Արցախի դրոշով ճրակալույցին, մի վարկյան կներեք, հեսա հասնեմ այդտեղ, այս ինչներ, այսի Վադիմ Հարությունովի թեմանա, ահա, Ղարաբաղցիներ, դուք ստախոս եք, նայեք, իրանք ուսումնասիրել են, հասկացել են, որ կարելի է այդտեղ սեփ խրել, մտնել այդտեղ, եւ որ ասում եմ, մի ավել պակաս բաներ գրեք, դրա համար եմ ասում, երբ որ դուք գրում եք, գնում է այնտեղ վերլուծություններ, նստում են թիմա, նստում են, ուսումնասիրում են, վերլուծում են եւ ընտրում են իրենց ռազմավարությունը։ Իսկ մեդիա պատերազմը իրական պատերազմից հետ չի մնում։ Խնդրեմ։ Ղարաբաղցիներ, դուք ստախոս եք, դու միշտ ստել եք ադրբեջանցիներին, Հայաստանի հայերին եւ ողջ աշխարհի համաշխարհային հանրությանը։ Նախձեռ ղեկավարներն էին, որ ցրեցին ձեր անօրինական կազմակերպությունը։ Մի խոսքով, հայերեն բաներ ա գրած։ Հայերեն բաներ։ Այստեղ կարող եք, խնդրեմ, Ռոման Բաղդասարյանի եթերներից մեկն է ու իր մոտեցմամբ բնականաբար ներկայացրել է այստեղ Շիրինյանի գրառումները վերցնում են, տարածում են, ընդ որում այս նույն բանը իրանք ռուսերեն էլ են դնում։ Դա բնական է, երբ որ օրինակ ինձ էլ շատ ինձ նյութեր են ուղարկել, ես տեսել եմ, որ իմ եթերներից ունեմ, որ տակը ադրբեջաներեն սուբտիտրերով գնում, հա, շատ դեպքերում իրանց ընդդիմադիրներն են դրանք օգտագործում։ Դրա համար ես շատ բաներ չեմ բացում, ասում ախպեր, սենց, կամ սենց, եկեք չմանրամասնեմ եւ այլն, դրա համար եմ ասում, որտեվ գիտեմ հետո որտեղ ինչ կարա դառնա։ Իհարկե ապահովագրված չենք, իրանք ոնց ուզեն կարան հետո մեկնաբանեն։ Օրինակ, սա դիրք է ընդունել իբր ԿՊ-ի մեծ շրջանակների հայա, բայց ինքը ազգ է։ Ու նույնիսկ կան հակառակը։ Խնդրեմ, այստեղ Թուրքիայի, Իսրայելի դրոշներով, այստեղ իրենց նյութերն են, մի խոսքով, հայկական տիրույթում բացված կակ։ Խնդրեմ, այստեղ Քոչարյանի Սերժի վրով, իմիջիալոց տեսեք, Քոչարյանի Սերժի մասով բանա դրել, էլի մենոնք մտել, նու ծաղրանկար է դրել, մտել բացվում են, ով բողոքում է, չի հարգում է, սաղ հայերեն, նայեք, սաղ հայերեն, ծավները տանը, մլստեղ նայեք, սաղ հայերեն, բոլորը հայերեն, հասկանում եք, այստեղ ունի ադրբեջաներեն գրառումներ և այլն և այսպես շարունակ։ Ժորժան, կներեք, եվս մեկ անգամ խնդրում եմ։ Չնայած գիտեք ոնց, ոչ էլ խնդրում եմ։ Զգուշացրեցի, ոնց ուզում եք արեք, էլ արդեն ստեղը սացել։ Էլ չգիտեմ ոնց ցույց տամ, ոնց ասեմ։ Ինչ եք ուզում անեք։ Ինչ եք ուզում։ Երբ որ ասում ենք, մեծ ուսումնասիրեք, մեդիա գրագիտություն ինչ է նշանակում։ Մի հատ նայեք ոնց է պետք օգտվել համացանցից, ոնց է պետք նորություններին վերաբերվել առհասարակ, սրա մասին եմ ասում։ Սա, կրկնում եմ, ամենաբեզաբիդնի բանն է, որ նոր ցույց տվեցի։ Բազմաթիվ են նմանատիպ կայքերը, 10,000-ներով դրած են, ովքեր ազդում են ձեր տրամադրությունների վրա։ Ընդ որում այնքան մանրակրկիտ երբեմն, ես նյութեր եմ տեսել կապված կառավարական ծրագրերի կատարողականների հետ, քննադատական բան, ու նայում եմ տակը սաղ, դաշնակ, մաշնակ, սաղ, մտել են անիծում, հայհոյում են Փաշինյանին։ Ու մտել եմ այդ գրառում անորին նայում եմ, ազգա, ադրբեջանցի է։ Ես փաստ։ Ու եթե, չգիտեմ, եթե լինեն նման փաստեր, էլի ցույց տամ ձեզ թե ոչ, կամ ինչքան կարամ մանրամասնում, դա այդպես է։ Սա անձի բան ցույց տվեցի, կամ նմանատիպ կայքեր, որոնք շատ հայերեն կայքեր են, շատ հայկական բաներով,
գրառումներով, շատ տեղին։ Մի այգես բան, տիրույթը բաց է։ Բոլորի հույսը չիմացություններն են։ Այ երբ որ 20 թվականից ասում եմ, բարեք մտե Քյամրանի մոտ ասում էին, որ Նիկոլին Ալիևը փող ա տվել Արցախի համար, որտա, դա հայեր ասում։ Դավիթ ջան, չեմ զարմանում, ախպեր։ Բայց որ գնաց դրա հետ խոսած, պիտի ասի բանը, ես հայրն իսկական հայ ես, բան, սենց բաներ ա խոսալու։ Մենք կարանք իմանանք вообще ինչ ենք ուզում, ինչ չենք ուզում։ Խնդիր ունենք, չէ՞ մենք։ Ընդ որում, ադրբեջանական կայքերը երբ որ մտնում ես, իսկ ես հաճախ եմ մտնում։ Այնտեղ հայհոյանք չես տեսնում։ Անկախ ամեն ինչից ով ում ասածը ոնց քննադատի, հայհոյանք չես տեսնում։ Հարգանք տեսնում ես իրար հանդեպ։ Մեր մոտ գժանոց։ Ու երբ որ սա բացատրում ես, ամեն մեկը որոշում է, որ ինքը սովորելու բան չունի, դու ով ես, որ ինձ ասես, ես գիտեմ, այս ձևն է։ Ինձ որ ժողովուրդ ջան, անկախ նրանից ձեր սրտից ով է խոսում, ով չի խոսում, փորձեք ուսումնասիրել, եթե տեղյակ չեք ճանաչում ով է ինչ, ամենդ ուսումնասիրեք տվյալ մարդուն, նոր ձեր պատկերացումները կիսվեք նրա մեկնաբանություններով։ Ու մի բան հաստատ իմացեք, եթե այդ մեկնաբանություններով ձեր պատկերացումները չկիսվեք, աշխարհում ոչ մի բան չի պակասի, ոչ էլ կավելանա։ Այդ նույն Քամրանի մոմենտով, որ ասում եմ, ես հետո, պատերազմից հետո արդեն ավելի ուրիշ ձևով էի գրառումներ անում, մենակ իրան մոտ չէ։ Ախպեր, վաղտ է եղել, իրա մոտ ես բան եմ գրել, հայը մտել ինձ քրֆել է։ Հասկանում եք։ Ադրբեջանցիք ձեն չեն անում, բան չեն անում, ուզում են հասկանան հələ դու ես ինչ դուք ես արել, մտե գրառում ես արել, հայը մտել է, դու Նիկոլակամ ուսուս բաներ ա գրել, ու քրֆում։ Այս ամեն ինչը նրանից է, որ մինչև այսօր, չգիտեք, համացանցը ինչ է։ Այսօրվա դրությամբ ռուսն ուկրաինական մի հատ պատերազմ էլ գնում է մեդիա տիրույթով։ Մեդիա տիրույթը տեղավորված է նաև Facebook-ում, YouTube-ում, Instagram-ում, TikTok-ում։ Ու հրապարակային ձևով, պատմական ակնարկներով, բանավեճերով փորձում է մեկը մյուսի հետևորդների հոգեբանության վրա ազդի։ Հասկանում եք։ Այսօր ձիերով, ավտոմատներով պատերազմը չի արա, այլ ոնց բացատրանք։ Սա 21-րդ դարն է։ Այդ որ այդ Սերժա Քոչարյանականները 30 տարի որ ձեզ պահել են պլենդուզի տակ, այ դրա վնասը ատեղ է։ Թե չէ այսօր կհասկանայիք ոնց օգտագործեք, ինչ անեք։ Դու չեք մտնի ազիկների մոտ բերաններդ 8-64-ի վրա բացեք։ Մոտավորապես Սեն Ջորջան կներեք, ես սա էի ուզում ասել, և էլի մեկ անգամ կրկնում եմ, նման գրառումներ անողներին, մի հատ մինչև ձեր ասելիք ասել, մի հատ հասկացեք ով է, արժի, չարժի, բլոկել է պետք, ինչ է պետք, և այլն, հասկանում եք, ես դիտավորյալ շատ-շատերին չեմ բլոկում, որովհետև հետևում եմ նրանց աշխատանքներին, ես մասնագիտական մոտեցում եմ ցուցաբերում, բայց նրանք, ովքեր չգիտեն մասնագիտական մոտեցում ոնց է պետք է ցուցաբերել, շատ ժամանակ մնում են դրա տակ։ Ես Հայաստանում հայ էի ճանաչում, ով այնքան էր մնացել ադրբեջանական պրոպագանդայի տակ Հայաստանում, դա մինչև պատերազմը, որ ասում են ախպեր, բայց ինչ գիտենք, որ պատմության մեջ մենք սենց մեկնենց, ու արդեն ինձ էր փորձում բան համոզել, իսկ ես գիտեի ինքը ում խոսույթներն է կիրառում։ Գիտեք ինչքան եմ աշխատել վրան, որ մի քիչ մոտը բան փոխեմ, հետ փոխեմ, էլի։ Բայց հո ամենասկզբից մտնելուց տենց չի բան արել։ Հասցարակ, ես էլ եմ կրկնում, օրինակ, այսօրվա հաղորդմանս դրան եմ անդրադարձել։ Սա ինչ է։
բաժակ, ճիշտ է, սա բաժակ է, սա փաստա, բաժակ է, ոչ ոք չի կարող ասի, սա կուլա է, կուժա, չգիտեմ, խալաձելնիկա, սա բաժակ է, դա փաստա, ճիշտ է, միջի ջուրը համով չի սառնա թե տաքը, դա արդեն ոչ թե փաստ է, այլ կարծիք։ Սովորեք տարբերակել փաստը կարծիքից։ Երբ որ մեկը դուրս է գալիս, ասում է, օրինակ, Նիկոլա Թուրք Դավաճանը, դա կարծիք է։ Երբ որ մեկը դուրս է գալիս, ասում է, Քոչարյանը Թուրք Դավաճանը, դա կարծիք է։ Եթե կարծիքը բխում է փաստերից, այն նոր այդ կարծիքը նույնպես ձևավորվում դառնում է փաստ, որի մասին բարձրաձայնում ես։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ օրինակ ասում են հողեր զիջեց, ասում ես փաստ։ Փաստ ասա։ Փաստացի։ Փաստացի բերում է այնպիսի բաներ, որոնք որ էլի իր կարծիքն են դառնում։ Այսինքն, տակը իրավական փաստացի մի բան չի դրվում։ Հակառակ իմաստով մեկը ես կարողանում եմ դնել։ Այդ դրամերը մինչև այսօր վախենում են հետս եթերի գան։ Վախենում են 1000-ին ձեր աչքի առաջ եմ հրավիրել, 1000 հոգու անձնականով, ամեն ինչով, ոնց կարողացել եմ այդպես հրավիրել։ Չեն գալիս ոչ մի կերպ, որովհետև շատ լավ գիտեն, որ փաստն ու կարծիքը ոնց եմ ես տարբերում։ Սա նույնպես կարևոր է։ Հիմա երբ որ մեկը մտնում է կարծիք է գրում, այդ կարծիքի տակ մի ստորագրեք։ Դա կարա ձեր կարծիքին համահունչ լինի, բայց դեռ ոչ ոք չի ասել, որ ձեր կարծիքը հիմնավոր է։ Հասկանում եք։ Ու կարան դրանով ամրացնեն ձեզ մի դիրքում, որը հետագայում խնդիր է ստեղծելու ընդհանուրի համար։ Այսպիսի բաներ կան, նյուանսներ կան։ Դուք պարտադիր չի ես ամբողջը հասկանաք, պարտադիր չի ես ամբողջը ուսումնասիրեք, բան, sense չէ։ Ուղղակի ասում ենք պետք է ընդունել դա։ Հիմա օրինակ դուրս են գալիս Դավաճանը, ասում եմ օքեյ, ինձ կարող եք ասել, Դավաճանը ինչի է Հայաստանում ջրամբարներ կառուցում, որոնցից մեկը արդեն շահագործման է տված։ Դավաճանը ինչի է Արբանյակ ուղարկում տիեզերք, հայկական Արբանյակ։ Իսկ դա մեծ ջանքեր է, դա մենակ գումար չի, դա մեծ ջանքեր է։ Դավաճանը ինչի է դպրոց մանկապարտեզ կառուցում։ Դավաճանը խիա ենթակառուցվածքներ կառուցում ճանապարհներ։ Այս Դավաճանը ինչի է անգած գյուղ կրթվելու մասին պրոպագանդա անում։ Ու այսպես շարունակ, հասկանում եք։ Հիմա գանք հաջորդ է, թող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ԱԹՍ-ի արտադրություն դարած լինեն, իսկ ԱԹՍ-ն նենց չի, եթե դուք 20 թվին եք առաջ անգամ լսեք կամ 16 թվին, ուրեմն այդ ժամանակ ենք, ոչ ԱԹՍ-ները շատ հին են իրանց բանով, որպես գյուր։ Թող մի հատ զենքի պարուժինի արտադրություն դրած լինեն, թող մի հատ դպրոց կառուցած լինեն, մանկապարտեզ սեփականաշնորհած չլինեն 100 հատով, թող միլիոնանոց դղյակներում չապրեն, թող բանակ չկեղեքեն, թող Արբանյակ ուղարկեն, իսկ այդ Արբանյակների պակասը 44-օրյա պատերազմին հավատացեք մենք շատ զգացել ենք եւ դրա առավելությունը հավատացեք ադրբեջանցիներն են շատ լավ զգացել։ Հասկանում եք։ Այն որ ասում եք պատերազմը ինչու պարտվեցինք, այդ ինչուները մի 100 հատ ինչու կա։ Ինչուներից մեկը նաեւ դրան է վերաբերվում։ Թող այդքան բանը իրանք արած լինեն։ Ես էլ այսօր նստեի ասի ախպեր, բայց մարդիկ լավ, հիմի կարող է մի քիչ էլ կոռուպցիայով էս բաղ, բայց ընդհանուր առմամբ պետությունը բան է եղել, չգիտեմ, փորձել են իրենք ամեն ինչ անեն լավ լինի, ստացվել կամ չի ստացվել։ Սրանք փաստեր են։ Սրանք կարծիք, սա կարծիք չի։ Սա փաստ է։ Եվ փաստ է, որ մեր հայկական իրականության մեջ սոցցանցերից օգտվել չգիտի մեծամասնությունը մեր բնակչության, մեծամասնությունը, և կարող է վատացած, նրա մի հատ տիկտոկով նյութ էր տարածվում, մի հատ գադա էր, հելեր, ասեք, թող բան անեն, զորահավաք անեն, այստեղ գերիներ ունենք արդեն, սպանվածներ ունենք, վիրավորներ տիկտոկում, ասում լավ, էլ ես անասունը մի կողմ, չնայած ինչի մի կողմ, պետք է մտահացան դրանով զբաղվեր։ Բայց մտնում եմ այդ մեկնաբանությունների դաշտը,
Արա Որ զորավականի նրանք մարդու կնի գնացել են եսի մինչ են ան բենի ինտուտ կիվր արա Գիտեք, այս դեգրադացված իրականության մեջ երբեմն իրավիճակ է ստեղծվում, որ անկեղծ եմ ասում, կներեք, ուզում եք քարով, փեդով խփեք, ես էսի անկեղծ պիտի ասեմ։ Մեկ իրավիճակ է իմ մոտ գալիս, որ հարց եմ տալիս, ասում եմ, իսկ մենք վաստակել ենք պետություն ունենալու բարոյական մարդկային իրավունք։ Ու բարդ է ստացվում այդ հարցին պատասխանելը։ Որովհետև ամեն մեկս մեզ հերթին չենք ուզում, չենք հասկանում պետություն ինչ է։ Գիտեք, դա իր բացատրությունը իհարկե ունի, որոշակիորեն, բայց բացատրությունը մի քիչ ուրիշ բան է։ Պետք է մենք ոչ թե մենք պետք է այդ հարցի պատասխանը ունենանք, կամ այդ բացատրությունները, թե ինչու ենք այսքան վատը, այլ պիտի գտնենք հնար Ամեն մեկս մեզ համար, համընդհանուր հնար չի լինում, ամեն մեկս մեզ համար, որտեղ ամեն մեկս ինդիվիդուալ ենք, դրանից դուրս գալու, բայց ես ցավում եմ, որ դրա հավեսնել չենք ունենում, նայեք, մենք մի հասարակություն ենք, ժողովուրդ ջան, ով ապրում է մի վայրում, իր էթնիկ ծննդավայրում, որտեղ ապրելով, տարածքում 3 կայսրությունների հպատակ է եղել, Պարսկաստան, Թուրքիա, Ռուսաստան։ 3-ն էլ այսօր կան, մեր կողքերը նույն վայրում։ Հիմա մենք ընկած 4-րդ կայսրություն ենք ուզում մանգանք, զորով մտնենք տակը։ Կամ ասում ենք եկեք էլ մեկի տակ մտնենք, որ այն մեկին թե այն մեկի տակ մտնենք, արա պետություն ունենք 3 կայսրությունների արանքում, որոնց երկար հարյուրամյակներ, հազարամյակով ենթարկվել են։ Մենք այսօր իրենց քթի տակ պետություն ունենք, ախր հասկանում եք դա ինչ է։ Ու այդքան պատմական իրադարձություններ այդ, որ մենք գյանի սրտացավ ենք մեր պատմությանը, դասերը պետք վերցնել եւ այլն, այդ ամեն ինչը, եթե ախր մի անգամ կարդացածնեք կհասկանայիք ինչ է նշանակում այսօրվա դրությամբ 3 կայսրությունների արանքը նստել, պետություն ունենալ հազիվ ու մի հատ անասուն կանգնի ասի, բայց եկեք գնանք դառնանք Ռուսի հետ միութենական պետություն են մյուսը քիփ կողքը նստած նրան իրար վիրավորելու համար թուրք ասեն, հետո ասեն մեր հայրենիքը բաման մոռանան, օրինակ Պարսկաստանում հայրենիք չունենք, թե արդեն վրան մի 1000 տարի անցել է լավ, պետք չի դրա մասին հիշել, փայտակարանը հեչ մեր հայրենիքը չի եղել, Ինչքան ժամանակ պիտի անցնի, որ հայրենիք բառը տես մի քիչ փոփոխության ենթարկվի։ Մեծ սռոկ խրանենին հայրենիքի ինչ կան, մեծ էդի եկեք հասկանանք էլի։ Այսօր Պարսկակ 1000 տարով 100-ամյակներով եղել է Պարսկաստանի տիրապետության տակ, 100-ամյակներով եղել է Թուրքիայի, 100-ամյակով եղել է Ռուսաստանի, այսօր ասում ես, եկեք գնանք Ռուսաստանի հետ դառնանք միութենական պետություն, եկեք գնանք Պարսկաստանի հետ, չգիտեմ, ես ինչ բան, Թուրքիան մեր թշնա, արա 3 կայսրությունների մեջտեղը, որոնց դու 1000-ամյակով ենթարկվել ես, ունես պետություն, այսքան, բայց պետություն, իմիջարից ես անկեղծ ասեմ, ես Դավիթ Բեկ մխիթար սպարապետ այս ժամանակահատվածը ինչի եմ շատ սիրում, այն հենց դրա համար, որովհետև Դավիթ Բեկը կարողացավ այդ 3 կայսրությունների մեջ Սյունիքի մարզ պոկել, պետականություն ստեղծել ու դրամ հատելու իրավունք ստանալ դա մեծագույն կերպար է 3 կայսրություն, էդի ոնց որ մտնես մի հատ կամեր, դու հարիվ լինես, 3 հատ կոնկրետ զակոննի գող նստած լինեն ընդ դու մտնես մաքուր լրվես, այդպես մի ինչ է վերջ իրանց հետ միշտ մի բան լինի, բան, բայց դու տես մաքուր լրվես, հասկա,
կներեք, որ նման օրինակ եմ բերում, բայց էլ արդեն ճարճ ունեմ։ Որ ավելի հասկանալի լինի ինչի մասին է խոսքը։ Իրեք կայսրություն քո համար կռիվ են անում ումն ես դու լինելու։ Ու դու մի հատ նենց վիճակ ես ստեղծում կոմպրոմիսային, որ իրեկն էլ համաձայնում են, որ չէ, դու կարաս ոչ մեկինը չլնես։ Իհարկե ցանկանում են էլի ամեն մեկը իրար լինես, բայց ընդունում են, որ դու կարաս ոչ մեկինը չլնես։ Հիմա այսօր ավելի մեծ դրանից Սյունիքից, որը որ երազանքն էր Դավիթ բեկի, որ գոնե այդ մի հատվածը հայկական պետականություն ստեղծվի այդ մի պուճուր հատվածի վրա։ Այսօր դրանից ավելի ու ավելի մեծ տարածքի վրա պետականություն ունենք։ Բայց մենք չէ, փորձում ենք հարցականի տակ դնել այդ ամբողջը։ Ու հարցականի տակ դնում ենք հենց մեր անգրագիտությունով։ Հենց մեր տգիտությունով։ Ես անկեղծ եմ ասում։ Մեր բոլոր դժբախտությունների պատճառը մեր տգիտությունն է։ Մեր չիմացությունն է, մեր լոփո խոսալն է։ Գլխներիցս մեզ քաքեր ուտելն է։ Այ մոտ լավ խոսք է, տրան ոռին չինայում մռոբի բարով քյաբաբա ուտում։ Այ դա մեր մասին է լրիվ։ Կներեք այս արտահայտություններից համար, պրոֆեսոր բաներ արդեն տենում եմ էլ։ Էտա։ Ուշադիր եղեք, ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք։ Համացանցը մոնիտորինգի տակ է։ Երբ որ մեկը մեկին ասում է թուրք, հետո թուրքերը այդ դրանք սիրուն, հավաքած հազարներով դաստեկով ուղարկում են մակ, օրինակ։ Կամ մի օր կուղարկեն, եթե էլ չեն ուղարկել։ Խնդրեմ, ազգային խտրականություն, խնդրեմ, ռասիզմ, ֆաշիզմ, տակ ինչ իզմ ուզում եք գրեք, կպնում է։ Բայց սրանուխի քյոմա գանում եք, եք ինձ օգնեք։ Որ ես վերականգնում եմ տարածաշրջանում արդարությունը, սրանք արդարություն վերականգնող են, հələ սրանց նայեք։ Հայ որ ասում եք մի քիչ զուսպ եղեք, նենց բաներ մի ասեք, ասում եք բանը։ Հա, ուրեմն բան, պաշտպանում ես, չգիտեմ ինչ, արապ դա, ախր փորձեք ըմբռնել ինչի մասին է խոսքը։ Ու վատն է, որ եթե ավելի մանրամասն բացատրեմ, դա էլ են ախր լսում իրանք, չէ՞։ Դա էլ են հաշվի առնում, չէ՞։ Չէ, խճո ջան, մերսի, պաշտոններից այսինքն շնորհակալ եմ։ Մոտավորապես սեն, ժողովուրդ ջան։ Լավ եղեք, ուշադիր եղեք, փորձեք քիչ-քիչ աշխատել ձեզ վրա։ Փորձեք սա ընկալել վերջնական ընկալել սա։ Վաղ օրինակ որ մտնեք Facebook-ը ուզենաք մեկի հրապարակման տակ քաղաքական հրապարակման բան գրել, խնդրում եմ ես եթերը հիշեք։ 1-2 հավատացեք, դա արդեն կդառնա ձեզ համար սովորություն։ Հասկանում եք։ Մի անգամից չի լինի իհարկե, բայց որ փորձեք մի քանի անգամ, արդեն կդառնա սովորություն։ Ու արդեն այդպես կանեք։ Եկեք գոնե պատերազմից 5 տարի անց այդ մի բանը անենք։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, լավ եղեք, բարի գիշեր ձեզ։ Հələ որ կապով կլինենք, տեսնենք ինչ է ստացվում, բայց ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն ինչ լավ է լինելու ու լավ է լինելու, որովհետև ես վստահ եմ, որ մենք ամեն մեկս մեզ համար մեր մասով կարող ենք մեզ շտկել, կարող ենք մի հատ ցած գիրք վերցնել, օրինակ, ոսի գիրք, վերցնել, փորձել հասկանալ սա ինչ է, մի նոր բան իմանալ։ Դա, գիտեք, երբ որ ասում են գիրք կարդալը լավ է, դա ոչ թե այդ գիրքը կարդաս, այդ գրքի գրվածը իմանաս, որ դու տենց իմանաս, չէ, ոչ թե դրա համար է, այլ դա մտքի վարժանք է, դա բացում է շատ մտահորիզոնով ուշտում, արագ կողմնորոշում եւ այլն, մի խոսքով աշխարհ ճանաչողություն է սովորում։ Հենց որ Facebook-ի գրառումները գիրք կարդալ չի։ Գնացեք, սկսեք կարդալ ու առաջինը սկսեք ՀՀ սահմանադրությունից։ Եվ կխնդրեմ սահմանադրությունը կարդալուց
օբյեկտիվորեն կարդաք, ոչ թե մենակ ձեր մասով։ Եթե կարդաք իրավունքի մասին, ուրեմն դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին, ընդ որում ուզեք թե չուզեք նաև Լևոն Քոչարյանին։ Որպեսզի սկսեք քիչ-քիչ հասկանալ ինչ ներքի մեջ ենք։ Լավ եք, բարի գիշեր ձեզ։